Սա տոտալիտար համակարգ է, որում որոշումներ են ընդունվում տոտալիտար համակարգին համահունչ մեկ անձի կամ այդ մեկ անձի եւ իր մերձավոր շրջապատի կողմից եւ իրականացնում են տարբեր ռանգի պաշտոնյաներ։ Այս պարագայում Նալբանդյանի հրաժարական տալ-չտալը որևէ էական ազդեցություն չի կարող ունենալ եւ որևէ նշանակություն չի, այսինքն այսօր դա է թերևս պատճառը, որ ՀԱԿ-ը իր հայտարարության մեջ որպես միակ այս իրավիճակից դուրս գալու ուղի մատնանշում է Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այսինքն միայն նախագահի հրաժարականով է, որ հնարավոր է որոշ շակի բեկում մտցնել բանակցային գործընթացում եւ շտկել այն սխալները, որոնք ուրեմն իրականացվել են վերջին 1.5 տարիների ընթացքում։ Այս առումով ես կարծում եմ, որ ավելի հետևողական պետք է լինեն Նալբանդյանի հրաժարական պահանջողները եւ պահանջեն հրաժարական հենց կոնկրետ բուն գործընթացը տանողից, գործընթացի պատասխանատուից։ Սովետական համակարգից եկող արտահայտություն է, ճիշտն ասած, կա ինչ-որ մեխանիզմ, որը բաղկացած է պուճուրիկ վինտիկներով, շուրուպներով, հա, եւ այդ շուրուպը ինքնին որևէ փոփոխություն այդ համակարգի աշխատանքի, այդ մեխանիզմի աշխատանքի մեջ չի կարող եւ անկախ նրանից այդ վինտիկը մեկ այլ վինտիկով դու կփոխարինես թե ոչ, ընդհանուր մեխանիզմը աշխատելի է նույն ոճով։ Այսինքն որևէ փոփոխություն ազդեցություն չի կարող ունենալ։ Սա դուք թերևս երիտասարդ եք, կարող է չհիշեք, սովետական միության օրոք ասում էին համակարգի վինտիկ է, այսինչ ինչ պաշտոնյան։ Ինչն է մեզ մտահոգում, որ սկզբունքները բոլոր ձեր ասած այդ 6 սկզբունքները անընդունելի են թե Հայաստանի Հանրապետության եւ թե Լեռնային Ղարաբաղի համար։ Դրանք չեն բխում Հայաստանի ազգային շահերից, այդ առումով նման սկզբունքների վրա ձևավորված, ձևակերպված որևէ փաստաթուղթ չի կարող ընդունելի լինի հայկական կողմի համար։ Թե 97 թվականին, թե դրանից հետո էլ միշտ եղել է այդ դիլեման քննարկել եւ կարգավիճակը, այսպես կոչված փաթեթային տարբերակը, թե տարանջատել այս մոտեցումները, նախ խոսել ռազմական գործողությունների վերսկսման բացառման մասին համապարփակ պայմանագրի ստորագրման եւ հետո ժամանակ անց անցնել ուրեմն կարգավիճակի քննարկումներին, ինչը դա այդ փուլային այսպես կոչված տարբերակ։ Հիմա այն մատնանշված կարգավիճակը, որը կա 6 սկզբունքների մեջ, այնտեղ խոսվում է, որ Լեռնային Ղարաբաղին այսօր այս պահին պայմանագիրը ստորագրելուց հետո տրվելու է ինչ-որ միջանկյալ կարգավիճակ, որը կապահովի ժողովրդի անվտանգությունը եւ ինքնակառավարումը։ Ինքնակառավարում բառն ինքնըստինքյան շատ մտահոգիչ է, որովհետեւ 10 տարուց ավելի է հայաստանյան իշխանությունները թմբկահարում են որպես հաջողության վառ ապացույց այն, որ ազգերի ազատ ինքնորոշումը դարել է հիմք բոլոր բանակցային գործընթացներին եւ այսօր ընտրվել է այդ ինքնորոշման դրսևորումներից ամենանվազագույնը ինքնակառավարում տեղական ինքնակառավարումը Հայաստանը ընդունել է 1995 թվականի սահմանադրությամբ, որ բոլոր համայնքները մարզերը ինքնակառավարում են։ Եթե խոսք է գնում, որ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ ստատուսը լինելու է ինքնակառավարում Ադրբեջանի ունիտար հանրապետությունում, սա բացարձակապես անընդունելի է եւ այստեղ նշույլ իսկ չկա ազգերի ազատ ինքնորոշման ուրեմն սկզբունքի բավարարման։ Այդ առումով նույնպես բացարձակապես անընդունելի է։ Եթե դու մերժում ես նման մոտեցումը, ուրեմն դա տարբերակ է անելու այն, ինչ արվեց 97 թվականին։ Կողմերը դեռևս շատ հեռու են միմյանցից համաձայնության գալու առումով, ուրեմն պետք է հետաձգել այդ հարցը եւ վերադառնալ սեղանին այն ժամանակ, երբ կողմերը ավելի կմերձեցնեն իրենց մոտեցումները։ Աջերեկ Վասյանն ասել էր, որ ինքը հույս ունի, որ պատերազմ չի սկսվել։ Ուրեմն հենց այդ հայտարարությունն է նման վտանգի մասին ահազանգում։ Եթե չկա վտանգ, դու այդ մասին չես խոսում։ Եթե հույս ես հայտնում, որ պատերազմ չի լինի, ուրեմն ենթադրում ես, որ հնարավոր է պատերազմը։ Այսինքն ինչն է մտահոգիչ այս իրավիճակում։ Երբ հարվում է հայտարարություն, որ որևէ պարտադրանք չի լինի, ոչ ոք պարտադրանքի մասին չի խոսում։ Եթե դու հայտարարում ես, որ չի լինի, ուրեմն պարտադրանքի մասին արդեն խոսք կա։ Եթե դու ասում ես
հույս ունեմ, որ պատերազմը չի վերսկսի, ուրեմն այդ պատերազմի վտանգը այնքան ռեալ է այսօր, որ դու հույս ես հայտնում, որ չի վերսկսի։ Ինչի 3 տարի առաջ նույն Ֆասիան չէր ասում, որ ես հույս ունեմ, որ պատերազմ չէր լինի, այլ ընդհակառակը ասում էր, որ մենք վստահ ենք, որ կողմերը երբևէ չեն գնա ռազմական լուծման, քանի որ այդ լուծումը անհեռանկարային է, չէ՞, միշտ եղել է Մինսկի խմբի համանախագահողների հայտարարությունները այն մասին, որ պատերազմը բացառվում է որպես կարգավորման լուծում։ Դա էր թերևս պատճառը, որ 3-րդ ԵԱԿ ֆունդամենտալ սկզբունքը ուժի չկիրառման վերաբերյալ սկսեց ընդգրկվել բոլոր փաստաթղթերում։ Եվ հանկարծ այսօր, երբ մենք խոսում ենք եւ մատնանշում ենք այդ ֆունդամենտալ սկզբունքը, որ հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով եւ պետք է բացառվի ուժի կիրառումը միջպետական հարաբերությունների լուծման համար, դու այստեղ ասում ես, որ ես հույս եմ հայտնում, որ պատերազմ չի վերսկսի։ Սա շատ մտահոգիչ է եւ սա պետք է ընկալել որպես ահազանգ։ Ես ափսոսանք եմ հայտնում նախ, որ Վարդան Օսկանյանը, որը բազմիցս է իր կարծիքը փոխել, իր տեսակետները փոխել եւ ի վերջո ճանաչելով իրեն մոտավորապես 20 տարի ես այդպես էլ չգիտեմ թե ինքը ինչ տեսակետ ունի այս կամ այն հարցի վերաբերյալ, ասել էր, որ 10 տարի փորձել է հաղթահարել, ինչը Լիսաբոնյան ուրեմն սկզբունքներ է, ինչը տարակուսանք էր առաջացրել նաեւ արտգործնախարարության ուրեմն աշխատակիցների միջև, որովհետև նրանց բոլորին արտգործնախարար Օսկանյանը հանձնարարել է որպես դիրքորոշում մշտապես ներկայացնել, որ նման սկզբունքներ գոյություն չունեն, որովհետև նման բան չի ընդունվել։ Ես անդրադարձա այդ հարցին մամուլով, որին ի պատասխան նա ձեզ տված հարցազրույցում հեվալով փորձեց նորից փոխել տեսակետը եւ ինչ-ինչ բացատրություններ տվեց, որ ի վերջո մենք մի թիմ էինք եւ անշուշտ եւ այս է ճիշտ եւ դուն ալես ճիշտ եւ անտարակույս բոլորս ալ ճիշտ ենք այդ մոտեցմամբ Ես ուրեմն ասել եմ, որ դա Հայաստանի դիվանագիտության սկզբունքային մոտեցման արդյունք էր, որ Լիսաբոնի գագաթնաժողովի ժամանակ չստացվեց եւ չկարողացավ միջազգային հանրությունը Հայաստանին պարտադրել, համաձայնվել սկզբունքների վերաբերյալ, որոնք հակասում էին Հայաստանի ազգային շահին։ Սա որպես սկզբունքային ղեկավար պետության Լևոն Տեր-Պետրոսյանը վետոն կիրառեց, որը մեր իրավունքն է, եւ այդ սկզբունքները իջիկ եղան, ոչ եւս են։ Նման սկզբունքներ որևէ տեղ չկա եւ պայքարել 10 տարի գոյություն չունեցող սկզբունքների վերաբերյալ դա ճիշտ ասած հողմաղացների հետ պայքարի բան է թողում, ավելի լավ կլիներ զբաղվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացման, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ավելի ճիշտ դրսում արտացոլելու պարտականություններով արտգործնախարարության, քան ուրեմն այդ տեսակետները հերկելու։ Դա չգիտեմ եւ ընդհանրապես ես եթե ուշադրություն դարձրել եք երբևէ չեմ ասում այս բանը իմ օրոք է եղել կամ իմ օրոք ես 91 թվականից մինչև 98 թվականը պատասխանատու եմ յուրաքանչյուր քայլի համար, թե արտաքին, թե ներքին քաղաքականության, որովհետև այդ թիմի անդամ եմ եղել։ Նույն Վարդան Օսկանյանը աշխատել է 92 թվականից արտգործնախարարությունում եւ Լիսաբոնյան գագաթնաժողովից առաջ եղել է հայաստանյան հիմնական բանակցողը։ Ես երբևէ չեմ ասում, որ ես Լիսաբոնից ընդամենը 20 օր առաջ եմ նշանակվել եւ այդ ընթացքում ինձ զեկուցագրեր է գրել Վարդան Օսկանյանը, որ որևէ խնդիր, որևէ խնդրեմ չի նախատեսում, քանի որ նա փայլուն բանակցություններ է վարում։ Հիմա իր թերացումների համար ինքը իր նկատողությունները ժամանակին ստացել է, բայց փառք Աստծո, որ մենք ունեցել ենք կամք այդ պարտադրանքի վրա վետո կիրառել եւ չընդունել։